Բարի օր գործարարալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք մենք սկսում մեր տաղավարում առաջին խոսափողի մոտ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանն է։ Բարի օր, պարոն Խաչակյան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ու այսօր մեր տաղավարում եք։ Ինչ է տեղի ունենում ԱԱԾ տնօրենն է պաշտոնից ազատվում, դրան զուգահեռ մենք շարունակում ենք տեսնել եկեղեցու հետ այդ հակասությունները, պայքարը, դրան զուգահեռ գործարարներն են կարծես թե ինչ որ բախումների հետ իշխանության հետ։ Ինչ է իրականում կատարվում, իշխանությունը ինչ է ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել եւ հետաքրքիր է ամեն դեպքում 26-ի պատրաստությունը սա թե այլ նպատակներ կան։ Գիշեք ժամանակին, երբ խոսքեր գնում իշխանության համար պայքարի մասին, ասում էին դե հո Փաշինյանը չի գնա, ասենք ընտրակեղծիքների կամ ճնշումների, քաղբանտարկյալների եւ այլն։ Անհավատալի բաներ են, դա տաբու էր եւ իսկապես ցանկացած իշխանության համար, որը բարձր վարկանիշ ունի, ասենք 50, 60, 70%-անոց վարկանիշ ունի, միտք չունի ընդհանրապես որևէ կեղծիքի ճնշման գնալ, ընդդիմախոսներին ճնշել։ Ինչ ուզում են թող ասեն, դու էլ հպարտացի, որ ժողովրդավար պետության մեջ ենք ապրում։ Բայց երբ վարկանիշի անկում է տեղի ունենում, իրենք դառնում են շատ զգայուն։ Հիմա ինչ տեղի ունեցավ, օրինակ Սամվել Կարապետյանի պարագայում։ Նա աջակցեց եկեղեցուն, հա, մենք արդեն գիտենք այդ հակամարտությունը եկեղեցի իշխանություն։ Պատահական չէր, չէ՞, այդ աջակցությունը այս պահին։ Գուցե պատահական չէր, բայց հարցը ինչումն էր, որ մարդն ասաց, որ ես սատարում եմ հայ առաքելական եկեղեցուն եւ ասաց, որ եթե մեր քաղաքական համակարգը ինքը այս խնդիրը չլուծի, ինչ նկատի ուներ իմ կարծիքով, որ իշխանությունը մտել է պայքարի մեջ եկեղեցու դեմ, որը ըստ էության սահմանադրությամբ վերապահված մեծագույն դեր ունի, ասաց մենք մեր ձևերով կլուծենք այս հարցը առանց մեկնաբանելու ինչ ձևերի մասին է խոսքը։ Իր այդ մի արտահայտության համար նա ստացավ 2 ամսյա կալանք, հետապնդում իր բոլոր բիզնեսների, ներդրումների հետ կապված։ Եվ այդպես պետք է լինի ցանկացած մարդու հետ, ով իշխանությանը կհայտարարի պայքար, այսպես ձեռնոց կմեկնի։ Այն մուրճը, որի մասին խոսում են, ուղիղ ժողովրդի եւ հանրության դեմ է նաեւ կիրառվում, այսինքն հայ մարդու դեմ։ Իհարկե, ցանկացած օրինակ բիզնեսի, որը չի սպասարկում իշխանության շահերը կամ առնվազն լուրջ է, այսինքն իշխանությունը ուզում է ստանալ մի այնպիսի հասարակություն, քաղաքական համակարգ, որտեղ նույնիսկ եթե չես սատարում իշխանությանը, ապա գոնե լուր ես, եւ եթե փորձում ես ձայն բարձրացնել, բնականաբար դրա իրավունքը չունես եւ կպիտակավորվես։ Նույնը տեղի է ունենում եկեղեցու։ Կարծում եք իրենց կուսակցության ներսում էլ այդ խնդիրը կա, այսինքն արդյոք կան մարդիկ, ովքեր իսկապես դեմ են այս կատարվողին, բայց զուտ այդ կալանքի ճանապարհով չգնալու եւ այլ խնդիրների չբախվելու համար այդ ձեր ասած երկրորդ տարբերակն են ընտրում լռելու։ Տեսեք, ես շատերին անհատապես ճանաչում եմ դեռևս ելք-դաշինքի ժամանակահատվածից, չէ՞, եւ պարոն Աղազարյանին, եւ Վալեն Սիմոնյանին, Արայիկ Հարությունյանին, մեծամասնությանը։ Եվ իմ տպավորությամբ մշտապես հիմնական ընդդիմախոսը եղել է Արսեն Թորոսյանը եւ Հովիկ Աղազարյանը, որ ներսում ինչ որ վարչապետի Փաշինյանի կարծիքից տարբերվող բան են ասել։ Արսեն Թորոսյանի հարցը ինչպես լուծվեց, հիշում եք, որ հարուցվեց քրեական գործ, Արսեն Թորոսյանը բարձրաձայն սկսեց խոսել մեր խայտառակ իրավապահ համակարգի մասին, բռնաճնշումների, քաղաքական կոնտեքստի իր նկատմամբ հարուցված գործերի վերաբերյալ, եւ ամիսներ անց այդ գործերի մասին իրավապահները լռեցին եւ Արսեն Թորոսյանը դարձավ իշխանության անվերապահ պաշտպանը։ Օրինակ ինչ հարց լինի, Արսեն Թորոսյանը պատրաստ է պաշտպանել իշխանությանը։ Այդ պատմությունը այդպես ավարտվեց։ Հովիկ Աղազարյանի պարագայում պարզապես սկսեցին իրեն չհանդուրժել իր այլընտրանքային կարծիքը եւ նախ հեռացրեցին խմբակցությունից եւ բնականաբար եթե Հովիկ Աղազարյանը վայր դներ մանդատը, այդ պատմությունները քրեական գործերը չեն լինի։ Հիմա այն ինչ կիրառվել է ներսում, նույնը կիրառվում է հասարակության նկատմամբ։ Եթե դու լոյալ չես իշխանությանը եւ դրա մասին բարձրաձայնում ես, վաղ թե ուշ քո հետևից պետք է գան։ Դա նորմալ ավտորիտար համակարգ
կարգերին բնորոշ բան է, առավել բնորոշ այն ուժերին, այն մարդկանց, ովքեր գալիս են այսպես պրոարևմտականության, ժողովրդավարության շղարշով եւ իր քույր ու եղբայր ունի տարածաշրջանում Փաշինյանը, քույրը Մայա Սանդուն է Մոլդովայի, Զելենսկին էլ Ուկրաինայում, օրինակ Սանդուն իր մրցակիցներին արգելում էր առաջադրվել։ Հիմա նույն բանը տեղի է ունենում մեզ մոտ, այսինքն բոլոր քաղաքական օպոնենտներին պետք է կամ լրացնել, կամ բանտարկել, կամ այնպես անել, որ ինքը առնվազն լուր մնա։ Բայց այդ հարցում ոնց է լինելու, Լուսավոր Հայաստանը վախեր չունի։ Մենք նույն այդ ճանապարհով անցել ենք, ին վրա հարուցվել էր քրեական գործ։ Ես 6-րդ վարչությունում 2019 թվականին ցուցմունք եմ տվել։ Եվ այնքան արագ հապճեպ էր, որ ուղղակի պարզվեց, որ այն բազային գործ կարելու գործը չէր իրականացվել, բայց հիմա արդեն դրան էլ չեն նայում։ Օրինակ Սամվել Կարապետյանի այդ հոդվածը եւ իր արած արտահայտությունը ոչ մի բնորոշման որևէ քննիչ չէր կարող բնութագրել որպես իշխանությունը տապալելու փորձ, բայց դա արվեց։ 26 թվականին ընթառաջ այս ամենը սրվելու է, շատանալու է եւ բնականաբար ավտորիտար համակարգերը միշտ նույն վախճանն են ունենում։ Ակնհայտ է, չէ, այն մարդիկ, ում կողքը այսպես ասած ռուսական հետք են փորձում կամ ում մոտ ռուսական հետք են փորձում փնտրել, այդ մարդկանցից այդ տագնապի զգացումը միշտ կա ակնհայտ է։ Սամվել Կարապետյանի դեպքում էլ միշտ խոսվում է եւ այս օրերին խոսվում է այն մասին, որ փորձ է միջամտություն անել դրսից եւ խոսք հենց Ռուսաստանի Դաշնության մասին է։ Իրականում այդ միջամտության փորձերը ոնց է կարծում կան թե չէ, արդյոք 26-ի համար դրսից այլ պլաններ ունեն եւ հարցը էլ իրականում առաջանում Նիկոլ Փաշինյանը նախընտրելի ղեկավար չի։ Նկատի ունեք նաեւ ռուսների համար։ Այո։ Տեսեք, Փաշինյանը ես կարծում եմ, որ շատ ճկուն է։ Այսինքն, եթե Փաշինյանին որևէ աշխարհակաղակական կենտրոնից աջակցություն հայտնեն, շատ առարկայական արժեքավոր աջակցություն, նա անմիջապես պատրաստ է լինել այդ կենտրոնի սպասարկող անձը ուժը, միայն թե աջակցեն, որ 26 թվականին ընտրվի Փաշինյանը։ Այսինքն հասկանում ենք, այս աջակցություն նրա մասին չի, որ պետության հետ կապված ինչ որ խնդիր լուծվի։ Այս աջակցությունը այն մասին է, որ 26 թվականին ընթരാճ ինքը ընտրվի։ Հիմա տեսեք, տարել էին եվրոպական հարթակներ ամբողջ բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ, չստացվեց, խաղաղության պայմանագիրն էլ չստացվեց եւ ի վերջո ինչ արեց, ինչպես օգնեցին, հա, եվրոպացի գործընկերները։ Ապրիլ ամսին եկող տարվա Երևանում, Հայաստանում կազմակերպվելու է այդ եվրոպական պետությունների հայտնի ֆորումը, տարբեր առաջնորդներ են գալու, բնականաբար դա ընտրություններից 2 ամիս առաջ մեծ կրեդիտ է լինելու իշխանությանը։ Եթե նա նման մեսիջներ ստանար ռուսական կողմից, որ իրենք աջակցեն ընտրվել, նա կլիներ Հայաստանի ամենապրոռուսական մարդը, բայց քանի որ նա իրեն այնպես չի պահել, որ ռուսները հանդուրժեն իրեն կամ աջակցեն այս պարագայում, բնականաբար դա չի իրականացվում։ Կա միջամտություն արդյոք ռուսական կողմից հայաստանյան քաղաքական կյանքին, կարծում եմ նույնքան որքան կա եվրոպական ուժերի կողմից կամ ԱՄՆ-ի կողմից, ոչ ավել, ոչ պակաս, այդքան կա։ Այդ ազդեցությունը չի հասնի օրինակ թուրքական ադրբեջանական ազդեցության հետ։ Օրինակ Ռուսաստանը կամ Եվրոպան չէին կարող Հայաստանին պարտադրել փոխել սահմանադրությունը եւ մեջից հանել անկախության հռչակագրի հղումը։ Ռուսաստանն ու Եվրոպան այնքան ուժ չունեին, որ հայ հասարակությանը կամ հայաստանյան իշխանությանը հանեին եկեղեցու դեմ։ Նրանք չէին կարող անել։ Ունեին կատարող չկար։ Չէ, ուզում եմ ասել, իրենք եթե նման մտադրություն ունենային, կարծում եմ չէին հասնի սրան։ Բայց օրինակ Ադրբեջանը եւ Թուրքիան այդ հնարավորությունն ունեն։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն կարող է ասել, որ հայ առաքելական եկեղեցին իրենց համար անվստահելի է, պատրաստ չեն նրանց հետ հարաբերվել եւ այլն, եւ ընդամենը 1-2 օր անց Փաշինյանը դրոշակը բարձրացնի եւ եկեղեցուն պատերազմ հայտարարի։ Կամ Ալիևը կարող է ասել փոխեք ձեր սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը դուրս բերեք, Փաշինյանը անմիջապես դա հայտարարի, որ պատրաստական է անելու։ Հիմա եթե ռուսական կողմից, օրինակ Մարիա Զախարովան ինչ որ մի նման հայտարարություն հնչեցներ, այստեղից խրոխտ ինքնիշխանությունը պաշտպանող հայտարարություններ կհնչեցվեին, բայց քանի որ դա ասվում է Ալիևի կողմից, իրավիճակը այլ է։ Եվ հիմա Աստված գիտի, թե Էրդողանի հետ հանդիպմանը ինչեր են պայմանավորվում։
Իսկ դուք ինչ եք մտածում, ինչ են պայմանավորվելու եւ առհասարակ նաեւ մինչև Փաշինյանի հետ հանդիպումը Ալիևի հետ հանդիպեց Էրդողանը, պարզ է, չէ, որ միասին քննարկեցին ինչ-որ բան, որպեսզի նաև Փաշինյանի հետ հանդիպմանը լուծումներ տան այդ հարցերին։ Ինչն է լինելու օրակարգում այս հանդիպման։ Ես նախորդ հաղորդմանը մեր հյուրի հետ կրկին քննարկում էի, որ պարտադիր ունեն իրենց օրակարգը, ինչով որ հրավիրում են Հայաստանի ղեկավարին։ Մենք ինչ օրակարգով ենք այնտեղ գնում։ Մենք գնում ենք իրենց օրակարգերը բավարարելու եւ խնդրելու այդ բավարարման արդյունքում ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Պատմականորեն Թուրքիայի նկատի ունեմ վերջին մի քանի տասնամյակներում Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ եղել է հետեւյալը. Ադրբեջանի հետ լուծեք ձեր հարցերը, պատրաստ ենք մենք սահմանները բացել։ Մենք ձեզ հետ առանձին խնդիր չունենք, առավել եւս ցեղասպանության հարցը մեր իշխանությունները մի կողմ են դրել եւ ավելին կասկածի տակ դնելու նոտաներ են հաղորդել, հետեւաբար ինչ է մնում միայն Ադրբեջանի հետ կապված խնդիրները։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը դիմելու է Էրդողանին միջնորդի դերը ստանձնելու համար, որովհետև ռուսների միջնորդական առաքելությունը մենք դրեցինք մի կողմ, իսկ եվրոպացիք իրենք դուրս մնացին այդ process-ներից, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց գնալ Եվրոպա։ Հիմա մնում է Թուրքիան եւ Փաշինյանը մտածում է, որ եթե հաջողանա Էրդողանին եւ իր առաջ քաշած պահանջները կատարի, հնարավոր է, որ Էրդողանն էլ իր հերթին համոզի Ալիևին որևէ փաստաթուղթ ստորագրել, կրկին որպեսի 26 թվականին Փաշինյանը կարողանա գա եւ հայ հանրությանը ասի, որ 21 թվականին իմ տված խոստումը ես կատարեցի։ Հետաքրքիր է, էլի պարոն Խարժակյան, մենք որքանում ենք այսպես հավատով լցված, որ այդ փաստաթղթերը, եթե նույնիսկ ստորագրվի ու ինչ որ մի կետ Հայաստանի շահերից բխի, դա իրականացվելու է։ Մենք լավ ճանաչում ենք Ադրբեջանին, մենք 20 թվականից հետո տեսել ենք ինչ պատասխանատվությամբ են օրինակ նոյեմբերի 9-ի կետերը իրականացվում, ու այդ նույն տրամաբանությամբ գնալ նոր փաստաթղթի ստորագրման, դա անտրամաբանական քայլ չէ։ Փաշինյանի խնդիրը մինչև 26 թվական պատերազմ թույլ չտալն է։ Եվ Ադրբեջանը սա լավ հասկացել է եւ ցանկացած պահանջ, որ հնչեցնում է եւ Փաշինյանը կատարում է, այս իմաստով, երբ իրենք առաջ են քաշում պահանջ, մենք ասում ենք այո կանենք, դրանից հետո ինչ որ խնդրեմ ակնկալել պետք էլ չի, այսինքն դուք երբ հարցնում եք խաղաղության պայմանագիրը, որ ստորագրվի, արդյոք վստահ ենք, որ դա կիրականացվի, քանի դեռ Փաշինյանը իշխանությանը եւ Ադրբեջանից ստացված պահանջները կատարում է, կարելի է չմտահոգվել։ Այսինքն իրենք պահանջեցին 4 գյուղերը ստացան, պահանջեցին համանadrության փոփոխություն առնվազն խոստումը ստացել են, որ կփոխվի, պահանջեցին անկլավներ, առնվազն ստացան հակընդդեմ հայտարարություն, որ պատրաստ ենք այս հարցը քննարկել, եւ վերջին պահանջը թերևս որ չի կատարվել, դա միջանցքի պահանջն է, որ իշխանությունները ասում են պատրաստ ենք տանք, բայց եկեք ռուսները տեղ չկանգնեն։ Օրինակ հիմա կարող է Էրդողանի հետ համաձայնեցնեն, որ ավելի լավ է օրինակ, չգիտեմ, թուրքական կամ հունգարական ուժերը այնտեղ կանգնեն եւ անվտանգության վերահսկողությունը իրականացնեն, բայց ոչ ռուսականը։ Եվ այդ պարագայում նա դրան էլ կհամաձայնվի։ Ուստի այս իրավիճակում, քանի դեռ մենք պատրաստ ենք մեր կարևորագույն պետական շահերը զիջելու, մի բան, որ Ադրբեջանը կարող է այդպես ստանալ, ինչու գնա ինչ որ ագրեսիայի, բացարձակ կարելի է այդպես շարունակել։ Հարցը այն է, որ այս տենդենսի պարագայում, ասենք տարիներ անց, մեր սուվերենությունից կմնան փշրանքներ, արդեն մնացել են, բայց ասեմ դա էլ չի լինի, այն իմաստով, որ Ադրբեջանը կունենա բացարձակ հսկողություն մեր պետության ռազմական ստրուկտուրայի նկատմամբ եւ արդեն իսկ դարձել է քաղաքական օրակարգի մաս, այսինքն Ադրբեջանից Հայաստանին թելադրվում է ուղակի կամ անուղակի մեր պետության դեմ ուղղված օրակարգ եւ դա առաջ է անցնում։ Ասում էին այն ժամանակ էլ Ռուսաստանից էր թելադրվում։ Դե օրինակ տեսեք, այո, թելադրվում էր, բայց եկեք համեմատենք, էլի, Ռուսաստանից կարող էր թելադրվել, որ մենք մեր ինքնության, այսինքն անկախության հռչակագրի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար մղենք, նման բան չի եղել։ Ռուսաստանից դե պատմական թշնամությունը ավելի շատ բան է պահանջում, էլի, ամեն դեպքում
Թշնամի պետություններից այլ բանակ ընկալել պետք չէ։ Դե հիմա մենք համարում ենք, որ ավելի լավ է թշնամի պետություն, մենք ասելով նկատի ունեմ իշխանությունը, իրենք համարում են, որ ավելի լավ է թշնամի պետությունների հետ լեզու գտնել իրենց պահանջները բավարարել, քան այդ բանակցային գործընթացը իրականացնել ռուսական միջնորդությամբ։ Մենք սրա միջով էլի անցել ենք, մենք դեռ եթերում անդադ հետ ենք գնում Հայաստանի առաջին հանրապետություն, նույն բանն էր տեղի ունենում։ Երբ դեռևս Աթաթուրքի բանակը չէր հարձակվել Հայաստանի վրա, բոլշևիկյան իշխանությունը Լենինի հատուկ հանձնարարություններով դեսպանի Բորիս Լեգրանի միջոցով Հայաստանին առաջարկում էր լինել միջնորդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում եւ ասում էին դուք Սևրից հրաժարվեք, մնացած բոլոր հարցերը մենք ձեր հետ որպես միջնորդ Թուրքիայի հետ կլուծենք եւ ի վերջո մենք որոշեցինք, որ պետքա Թուրքիայի հետ ուղիղ այդ հարցերը լուծենք, որը բերեց պատերազմի եւ վերջում դաշնակցական կառավարությունը եւ հրաժարվեց Սևրից եւ ի վերջո խորթայնացվեց։ Հիմա մեր հանրության մեջ կարծիք է տարածվել եւ դա տարածում են որոշ փորձագետներ, իբրև եթե կա միջնորդ, ապա այդ միջնորդը իր փայնել է ուզում բանակցություններից ու ստացվում է, որ դու համ կորցնում ես քո թշնամու նկատմամբ, համ փայես տալի այդ միջնորդին։ Սա մի հիմար հակաքաղաքական պատկերացում է, բայց այդպես է ստացվել։ Մեր հասարակությունը կարծում է, որ եթե ռուսները չկան, մենք թուրքերի հետ ավելի հեշտ կպայմանավորվենք։ Թուրքերն էլ ասում են, եղբայր, մենք շահ չունենք, կբացենք այդ սահմանը, գնացեք ադրբեջանցիքի հետ ձեր հարցերը լուծեք։ Ադրբեջանն էլ ասում է, մեզ տվեք մեր միջանցքը, ապահովեք ադրբեջանցիների վերադարձը, ինչպես իրենք են ասում, արևմտյան Ադրբեջան, երաշխավորեք նրանց անվտանգությունը եւ ինչպես խաղաղության պայմանագրի մի կետ է ասվում։ Իսկ մենք չենք ասում մեր հայրենակիցների մասին, հետո մասն խոսքը, այտենց բաներ մի ասեք, մի կլսեն, կասեն սահմանադրական կարգի տապալման կոչեր եք անում։ Ասում վերջը այսքան բան ասելով ասում են նաեւ ապահովեք, որ իրենք իրենց իդենտիկությունը ապահովեն ձեր հողի վրա եւ մենք ձեր հետ ոչ մի հարց չունենք։ Այսինքն իրենք ըստ էության ասում են վերադարձեք 1918 թիվ Բաթումի պայմանագրի մի հատ sense շրջանակ, դա 11000 քառակուսյանոց Հայաստանն է, որը թուրքական պրոտեկտորատ է։ Հենց դուք դառնաք այդպեսին, մենք ձեր հետ ոչ մի խնդիր չունենք։ Մենք փաստորեն մտածում ենք, որ դա ավելի լավ է, քան ասենք ռուսական միջնորդության բանակցությունները, եւ Փաշինյանը սրա հավատամքը ունի, եւ դրա համար ես կարծում եմ, որ իր պատկերացումները, ասենք Սիմոն Վրացյանի, Իրանից առաջ եղած ղեկավարներից ոչ մի բանով չի տարբերվում։ Պարոն Խաչակյան, զրուցեցինք մինչև 26 թվական, եթե փորձեր արվեն, ավելի կոնկրետ մենք տեսնում ենք, որ փողոցային պայքարի տարբեր փորձեր են մշտապես արվում, ինչը չի հաջողվում։ Դրան զուգահեռ վստահություն այս պահին չկա, որ ընտրությունները արդար կերպով կընթանան ամեն դեպքում։ Լավ, իշխանության հեռացման տարբերակը ո՞րն է այս դեպքում։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա այն ժամանակ, երբ մենք հստակ գնահատականներ տանք իր վարած քաղաքականությանը եւ հետեւություններ անենք։ Բոլորիս թվում էր, որ 20 թվականի պատերազմից հետո մեր հասարակությունը հետևություն է արել, որ պատերազմի հրձիգներից մեկը դարձավ հենց Փաշինյանը եւ չկարողացավ դա կառավարել եւ եղավ այն աղետը, ինչ եղավ։ Այսինքն սրա հետևությունը եւ ըմբռնումը չեղավ, դրա համար 21 թվականին վերընտրվեց։ Դա բոլորիս համար շոկային էր։ Դե որովհետեւ մարդիկ գիտեին, որ այդ բանակը այն բանակը չէր, որը կարող էր իրականում հաղթել։ Շատ լավ։ Հիմա իր իշխանությունը վերցնելու ժամանակահատվածից անցել է 7 տարի, այսինքն 7 տարում կարելի էր եւ բանակը վերակազմավորել եւ քաղաքական համակարգը, տնտեսությունը, ամեն ինչ։ Հիմա հարց է հաջորդ տարի, այսինքն 8 տարի անց կլինի այդ վերարժևորումը թե չէ։ Եթե այդ վերարժևորումը պետք չլինի, կլինի Փաշինյանը, թե ուրիշ Փաշինյան կգա։ Էական չէ, այսինքն եթե մարդիկ կարծում են, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը ճիշտ է եղել առ պահը, ուրեմն եթե նույնիսկ իրենք չընտրեն հաջորդ տարի Փաշինյանին, կընտրեն մեկ այլ մեկին, ով պակաս Փաշինյան չի լինի։ Օրինակ, էլի գնալով տարածաշրջանային փորձին 14 թվականին ընտրեցին Պետրո Պորոշենկոին, չէ՞, ուկրաինացի,
Իրենից հետո, չնայած որ այդ ամբողջ ժամանակահատվածում Ուկրաինան կիսապատերազմական իրավիճակում էր, ընտրեցին ավելի Պորոշենկոյի Զելենսկուն եւ որը ընդհանրապես քանդեց երկիրը։ Օրինակ ես մտածում եմ, որ եթե մարդիկ պետք է հիասթափվեն Փաշինյանից եւ ընտրեն օրինակ Արամ Սարգսյանին, եկեք բոլորից խնդրենք, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, որտեվ ավելի մեծ աղետներ կարող է գան, հա, որտեվ նա գոնե Փաշինյանը մի քիչ բնազդային այդ անվտանգային զգացումը ունի, օրինակ։ Ըստ ձեզ ով է դաշտում, որ Նիկոլ Փաշինյանի գործը շարունակող է։ Օրինակ պատիվ ունեմ Էդմոն Մարուքյանին է մեղադրում, ասում է Նիկոլ Փաշինյան 2 է։ Դե գիտեք, հիմա այստեղ էլ հարցը հետեւյալն է։ Ինչպես եղավ որ Նիկոլ Փաշինյանը կարող էր Հայաստանում իշխանություն ստանձնել։ Կարծես թե հատկապես խորհրդային ժամանակահատվածից հետո մեր ժողովուրդը կրթված, կրթությունը գնահատող, այսպես պաշտոնի կարևորությունը հասկացող եւ ընտրեցին մարդկանց, ովքեր ոչ ունեն կրթություն, ոչ էլ իրենց պաշտոնն են, չի արժևորում։ Դա հանրապետականների այս շարունակական գիծներ, հանրապետականների թալանը եւ իրենց նկատմամբ գեներացվող ատելությունը ծնեց Փաշինյանին որպես իշխանություն։ Դա չէր կարող Էդմոն Մարուքյան ծնել, հա, որովհետեւ Էդմոն Մարուքյանը բոլորովին այլ տիպի քաղաքական գործիչ է։ Հիմա այս իմաստով ինչ կասեն, ինչ չեն ասի 1000-րդական հարց է։ Փաստ է, որ մեր ժողովուրդը չի ցանկանում նորից տեսնել իշխանության ղեկին հանրապետականներին, բայց կարծում եմ չի ցանկանում նաև տեսնել Փաշինյանին։ Ի վերջո ինչ որ նոր բան պետք է տեղի ունենա։ Ուզում է տեսնել։ Տեսեք, Քոչարյանի հետ կապված ես կարծում եմ, որ հատկապես ավելի երիտասարդ մեր հասարակության մասը մոռացության են տվել այդ ամբողջ ժամանակահատվածը, այդ նեգատիվը մի քիչ նստել է։ Հիմա ես չգիտեմ իրականության մեջ ինքը կարող է ամբողջությամբ դա վերականգնել, թե չէ։ Բայց եկեք նայենք մեր տարածաշրջանում ամենահաջողված պետությանը, որը իմ կարծիքով Վրաստանն է, այնտեղից եմ վերադառնում։ Պատկերացնում եք 12 թվականին Սաակաշվիլու դեմ պայքարեր ոչ թե Իվանաշվիլին, այլ իրենից առաջ իշխանություն եղած Շևարդնաձեն, ում հեղափոխությամբ ճանապարհեց Սաակաշվիլին։ Բնականաբար 12 թվին Սաակաշվիլին կվերընտրվեր, եթե իր այլընտրանքը լիներ Շևարդնաձեն։ Հիմա գիտեք, երբես նախկին ուժերին, իշխանություններին ասում ենք մի կողմ քաշվեք, ասում են կարող է, գիտեք, մենք մի կողմ քաշվենք, դուք ու ձեր նմանները գաք, չէ, մենք պետք է մնանք։ Իրենք ինչքան մնում են, Փաշինյանը այդքան դրա հաշվին կարողանում է ձայն հավաքել։ Ես չգիտեմ 26 թվականին այդ նույն գործոնը կաշխատի թե չէ, բայց դա առեսօր կա եւ նոր ուժ այդ պատճառով որ չի ծնվում։ Հիմա տեսեք Սամվել Կարապետյանը։ Բայց ծնվում են նոր ուժեր։ Դե պատրաստվելով 26-ին։ Ամամայտեմ, բայց ամեն դեպքում ռեսուրսների մեծ տարբերություն կա, էլի։ Օրինակ 12 թվականին ինչ արեց Իվանաշվիլին, հա, Վրաստանում։ Նա բոլոր այդ փոքր ստեղծված ուժերին միավորեց եւ իր ռեսուրսով եւ մեկ գաղափարական քաղաքական գծի տակ եւ դարձրեց մեկ միասնական կուսակցություն, այսինքն դա որպես սկզբում որպես բլոկ ձևավորվեց, հետո դարձավ մեկ կուսակցություն եւ 12 թվից առ այսօր 25 թվականն է կարողանում են արդյունավետ կերպով իշխանությունը պահպանել, հա, մի քիչ արդեն դժվար է ստացվել, բայց այդքան տարի է անցել, 13 տարի անցել է։ Հիմա Հայաստանում կգտնվի մեկը, ով այդպես կմոտենա, այսինքն ոչ թե կորոշի մի հատ նորից պուճուր ուժ ստեղծի, որ մի 5 հոգանոց ֆրակցիա ունենա խորհրդարանում, այլ գնա միավորման process-ով։ Ես չգիտեմ, դրա հավանականությունը ես տեսնում եմ, բայց վստահ չեմ, որ դա խորհրդարանից դուրս կարծես թե միավորման խնդիր այդքան մեծ չի, ինչքան որ խորհրդարանի ներսում։ Չէ, հավատացեք, դրսում էլ մի բան չի, հա, մենք պարբերական շփումների, կոնսուլտացիաների մեջ ենք, եւ ես ձեզ ասեմ, հատկապես Երևանի ընտրություններին էր դա շատ ակնառու, հիմա էլ է մոտավորապես նույն բանը, ասենք 20 քանի ուժ է, չէ՞, մասնակցում։ 20 քանի ուժ վստահ է, որ ինքը առնվազն 10% ձայն ունի։ Այսինքն մի 200%-ի չափ բանը մանդատ կա եւ ամենքը կարծում են, որ ինքը մի 10%-ի չափ ձայն ունի։ Հիմա ես չգիտեմ 21 թվականի ընտրություններից բոլորը 10-ը քաղել են, որ եղբայր լավ չի կարելի անդադ գնալ այդքան մանր ձայն փոշիացնել։ Օրինակ մենք այդ 10-ը քաղել ենք։ Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանում տեղի ունենա անիմադիր դաշտի խոշորացման process, որ Քոչարյանը դա չի ցանկանում։ Ես հասկանում եմ, որտեվ իր նպատակը ունենալն է խորհրդարանում ֆրակցիա եւ ելնելով սոցհարցումներից հավանական է, որ նա դա կարող է անել։
հանրապետականները չգիտեմ, բայց մյուս արտախորհրդարանական ուժերի մեջ, երբ ես տեսնում եմ որոշակի մեծամտություն, կարծիք, թե իրենք կարող են առանձին գնալ կամ այսպես ֆիլտրացիա անել, ասել սրա հետ կաշխատենք, նրա հետ չենք աշխատի, այդ լավագույն ձևն է Փաշինյանին նորից վերընտրելու։ Շնորհակալ եմ, պարոն Խաչակյան։ Թարմ ուղեղով իմ զրուցակից Դավիթ Խաչակյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Շարունակեք հետևել Գործ ալիքին, լսել Թարմ ուղեղով զրույցները, կհանդիպենք։